Այսօր զրուցում ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Սիրով։ Տիկին Ալեքսանյան, օրերս ցնցող լուր ստացանք 20-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։ Նարեկը ապագա լրագրող էր եւ երազում էր սպորտային լրագրության մասին։ Տիկին Ալեքսանյան, Նարեկի մահվանից հետո ռազմական գեղատեսչությունը լուր էր, իսկ քննչական կոմիտեն սկզբում միայն անվան սկզբնատառերով ինչ որ հաղորդագրություն տարածեց։ Դուք սա որակել եք որպես նվաստացնող վերաբերմունք զինծառայողի հիշատակի եւ հարազատների նկատմամբ։ Ինչու է համակարգը շարունակում այսքան անհաշվետու եւ անտարբեր վերաբերվել զինվորի կյանքին եւ նրա հարազատներին։ Ցավակցում եմ Նարեկի ընտանիքին, հարազատներին, շատ ցնցող դեպք է, իհարկե։ Առաջին պահից էլ աչքի էր զարնում, մամուլով տեղեկացրեցին մահվան մասին, այսպես անում են իրավապահները կամ ՊՆ-ն հենց ինքն է անում, իրենց նախընտրած լրատվամիջոցում նետում են այդ ինֆորմացիան, ծեծել են ինքնասպանության են վարկածը ամբողջությամբ, որ հետո դա հաշտվի ընտանիքը, շրջապատը այդ մտքի հետ։ Շրջանառության մեջ են դնում, այո, շրջանառության մեջ են դնում, հետո մենք ինչպես տեսանք եւ խղճուկ մի ինֆորմացիա, որտեղ գրված է նախաձեռնվել է քննչական կոմիտեի կողմից, ոչ թե պաշտպանության նախարարության, որտեղ չկա հոդվածը ինչով է հարուցված, չկա տղայի անուն ազգանունը, չկա ցավակցություն ընտանիքին, որ սովորաբար հիմնականում անում են։ Բայց այստեղ ինձ համար ամենացնցողը պաշտպանության նախարարության վերաբերմունքն է, որը որևէ կերպ մինչև այս պահը չի արձագանքել։ Այսինքն դուք պատկերացնում եք այն մյուս զինվորները, որ ծառայում են, ինչ են իրենք մտածում, երբ տեսնում են, որ իրենց սպանված, չգիտեմ, ինքնասպանություն գործած, ես ճակերտների մեջ եմ վերցնում, այդ մարդու, ինչա չկա այդ մարդը, գոյություն չուներ այդ մարդը, ինչու դուք չեք տարածել հաղորդագրություն, ինչու դուք ձեր գլուխը չեք խոնարել այդ ընտանիքի առջև, բանակ եք զորակոչել 4-րդ կուրսից, չեք թողել, որ ավարտի հետո գա, ու իր հետ վարվում եք այսպես, ընտանիքի հետ, այդ իդեալական տղայի լուսավոր, կրթված, հանրագիտարանի ֆոնին լուսանկարը դուք տեսաք, թե ինչ կարևոր է իր համար, ես ասեմ, որ կրթված մարդիկ էլ բանակում առանձնապես տեղ չունեն, ժամկետային զինծառայողների մեջ շատ են դեպքեր, եւ ես ունեմ դեպքեր, որ ասենք Ռուսաստանից եկել է ծառայելու, հայերեն լավ չգիտի, հրամանատարը գիշերը կանգնացնում էր իրան դրսում, ստիպում էր, որ հայերեն տեքստեր, ամբողջ գիշեր։ Եվ հիմա ասենք ոնց կարելի է այս տղայի ընտանիքին, թեկուզ չլինի այդպիսին, ցանկացած, չկարծեք, որ ես հավասարության նշան չեմ դնում, բայց դուք պատկերացրեք, դա ինչ վիշտ է, ինչ ցավ է ընտանիքին, այս վերաբերմունքը, սա նվաստացնող է, դուք եք պատասխանատուն, դուք եք զորակոչել, այդ 1 տարի ու կեսը, որ նա պետք է անցկացնի բանակում, դա լինելու է ձեր պատասխանատվության ներքո, ով պետք է բացատրի այդ ընտանիքին, ինչու եք իրանց տղայի անշունչ մարմինը վերադարձրել։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 2 զինծառայողի կանոնավորել են։ Մինչդեռ մամուլում տեղեկություններ կան դեպքից առաջ ծեծի ենթարկվելու մասին։ Ասում են, որ տղային բազմաթիվ անգամներ բազմիցս ծեծել են, որից հետո տեղի ունեցել այն ինչ տեղի է ունեցել։ Ինչու է առաջին իսկ պահից գրեթե մի շրջանառվում այդ, ինչպես դուք ասացիք, ճակերտների մեջ ինքնասպանության հասցնելու հոդվածը։ Ես կասկածի տակ եմ դնում, հատկապես որ ուշացումով իրենք մենք մեծ փորձ ունենք մեր կազմակերպությունը, լրագրողներ, հանուն մարդու իրավունքների, հենց այդ ինքնասպանությունների գործերով 2 տասնյակից ավել գործերով մենք ներգրաված ենք եղել մեր փաստաբանը ինքնասպանություն որակված դեպքերով եւ գիտեք ունենք գործեր, որ անառարկելի փաստերի դեպքում անառարկելի, ասենք փորձակնություն, նրանք չեն փոխում վարկածը, թողնում են այդ ինքնասպանությունը, ասեմ ձեզ ինչն է, իրենք կարծիքով ինքնասպանություն եթե որակում են, դա իրանց հետ կապ չունի։ Նա իր ընտանիքից է, ինքը ինքնասպան տղա էր,
այսինքն այդ խարան են դնում ընտանիքի վրա։ Գիտեք, եւ մենք ծնողներ ունենք, որ դա այնպիսի տառապանք էր իրենց պատճառում, որ իրանց տղային դա եւս նվաստացում է, չէ՞, պատկերացնում եք։ Մենք ունեցել ենք դեպք, մենք իհարկե միշտ գրում ենք, երբ որ հասնում ենք ինչ-որ մի հաջողության, որ կասկածի տակ էր դնում ինքնասպանության վարկածը, մենք անպայման հոդվածները գրում ենք, մեր հետաքննությունն ենք անում իհարկե, եւ այդ ընտանիքը մի տեսակ մխիթարվում էր։ Հասկանում եք, նրանք չգիտեն տղային սպանված այդ արդարադատությանը հասնեն, թե որ նա ինքնասպան չի, այսինքն դա շատ մեծ ցավ է ընտանիքի համար եւ ամենակարևորը որ մեր այսինքն ինչ որպես պատասխանատվությունից խուսափելու հիմա ես օրինակներ ձեզ կբերեմ անպայման կխոսեմ դրա մասին հիմնավոր ունեն մի նախարար դա միշտ է տենց եղել ու գիտեք այդ քննիչները զինվորական դատախազը իրենք սմերտնիկների պես են աշխատում իրենք չեն փոխում ու իրենք շատ ծանր են տանում որ մենք մշտապես այս թեման ուզում ենք որ փոխվի ընդամենը ուզում ենք, որ արդարադատություն լինի, որ այդ բացահայտումները կանխարգելում են բանակում մահվան դեպքերը։ Գիտեք, որ դուք այդ ծնողներին հանդիպում եք, իրենք ասում են, գոնե սա վերջինը լինի։ Իրենց տղայով, պատկերացնում եք, թե դա ինչ է։ Եվ օրինակ մի նախարար ունեն, Գաբրիել Բալայան, եթե հիշում եք, մի 3 տարի առաջ կարծեմ դուրս եկավ աշխատանքից, նա այսպիսի մի ցինիկ արտահայտություն արեց, տանը զենք չունեն, որ ինքնասպան լինեն, գալիս են ստեղ են ինքնասպան լինում։ Ես հակադարձել եմ Ազատություն ռադիոկայանով եւ գրառումով այդ նախարարին, այդ փոխնախարարին, բայց դա է վերաբերմունքը եւ մոտեցումը։ Օրինակ, բանտերում են, չէ՞, ինքնասպանության դեպքերը բավականին բարձր։ Այս ներկայի նախարարը ասում է ինքնասպանության հակված մարդիկ, որ խոսում է, այսպես է խոսում։ Իսկ դու որտեղից որոշեցիր, որ ինքը հակված է։ Դու ո՞նց կարող ես այդպիսի հայտարարություն անել։ Դու ո՞նց կարող ես նսեմացնել այդ մարդուն։ Իսկ բանակում բազմաթիվ են այդ դեպքերը, որոնք ինքնասպանություն են որակված, որ զինվորին նվաստացնում են, ծեծում են, ստորացնում են։ Գիտեք, մենք չենք ունեցել դեպք, ես այն կարծիքին չեմ, որ մեր զինվորները հակված են ինքնասպանության, ընդհանրապես։ Տիկին Ալեքսանդրյան, երբ դեպք է տեղի ունենում, լավագույն դեպքում ասում են, պատժվում են անմիջական մասնակիցները, բայց ոչ երբեք, օրինակ, այդ զորամիավորումը ղեկավարող մարմինները, մարմինի ներկայացուցիչները։ Այսինքն դուք կարծում եք, որ նրանք մեղք չունեն, մեղքի բաժին չունեն, թե պետք է մեղավոր ճանաչել միայն անմիջական մասնակիցներին, նրանք պատժվեն եւ վերջ, այսքանով համակարգը հանգիստ նստում է եւ շարունակում է աշխատել, թե ինչ որ բան փոխելու համար պետք է անմիջապես համակարգը կառավարողներին, ղեկավարողներին Ես չեմ հիշում մի դեպք, որտեղ իմանայք սերժանտն է կալանավորել են սերժանտին եւ իր ծառայակցին։ Այսինքն հրամանատարական կազմը դուրս է, ես մի անգամ հարցրեցի այդ պաշտոնատար անձանցից մեկին, շատ ապշեց, որ նույնիսկ ձևի հարց այն գլխով անցնում, որ կարող է հրամանատարական կազմը խոսապի։ Գիտեք, մենք ժամանակին այսպիսի վիճակագրություն ենք անում, որքան զինվորներ են խաղաղ պայմաններում զոհվել, սպանվել, ասենք այս զորամասում, որևէ եւ այդ վիճակագրություն, ասենք մի զորամասում կար 5 դեպք, կար 7 դեպք, պատկերացնում եք կրկնվում են, բայց միևնույնն է, հրամանատարը մնում էր այդպես անսասան, իր տեղ, այո, անփոփոխ, իր տեղում նստած։ Եվ որևէ նկատողություն, պատժիչ, որևէ գործողություն նկատմամբ չէր լինում։ Արտառոց, ու գիտեք ինչն է ամենացավալին, որ հիմա իր նման մի շարքային ժամկետային զինծառայող է եւ զոհերն են ժամկետային զինծառայողներ եւ բանտերում հայտնվողները։ Եվ շատ դեպքերում անմեղ մարդկանց են։ Գիտեք, հիմա դատում եւ օրինակ մենք ունեցել ենք այդպիսի դեպք, որ հաստատվել է վերջում, որ իրանք անմեղ են, որ իրանք մեղքը չի հաստատվել, որ այդ իրանք են կատարողները։ Եվ գիտեք, ես վերջերս մի կազմակերպություն կա այստեղ, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, շատ լավ աշխատում են, իրենք մոնիտորինգ են արել զինվորական գործերը, դատական գործերը ինչ ելքեր են ունեցել ու ասում են, որ շատ անգամ այդ մեղադրյալները չեն հասնում դատարան։
ինքնասպանության որակված դեպքերով ես ձեզ նկատի ունեմ։ Դուք հասկանում եք, որ այսինքն ես այդտեղ նաև կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում, որտեղ շատ հաճախ քննչականը կարող է պայմանավորվել Զորամասի հետ, Զորամասի հրամանատարի հետ։ Այո, մենք ունեցել ենք դեպքեր, որ դեպքի վայրը փոխված է, ասենք երկու դեպքի վայր կա կամ չգիտեմ, եւ մենք հենց հիմա ունենք մի գործ, որը դատական ատյաններով մենք բողոքարկում ենք, որ եվրոպական դատարան գնանք, երկու կրակոց գլխին ինքնասպանություն։ Դուք պատկերացնում եք տենց բան, բայց այդ գործը գոյություն ունի։ Արթուր Գասպարյանի գործն է դա, որ մենք դեռ ինչ որ ատյաններում մեկ հետ են ուղարկում, մեկ առաջ են ուղարկում եւ այլն։ Այդ մակարդակի է իրենց եւ գիտեք բանակում ընդհանրապես պետք է վերահսկողությունը խստացնել, կարգապահությանը հետևել եւ այսպիսի դեպքերը, եթե լինում են, բացահայտել, որպեսզի կանխարգելվեն այդ դեպքերը, չկրկնվեն։ Տեսեք, մենք հաճախ լսում ենք արդարացումներ, թե բանակում կրիմինալ բարքերը ԽՍՀՄ-ից այդ տարիներից մնացած, այսպես ասած, ժառանգություն է եւ խորհրդային տարիներին առհասարակ նաև չէին հայտնում զոհերի մասին, եթե հիշում եք, բայց անկախությունից 30+ տարիներ ի վեր, ինչու այս մշակույթը այդքան կայուն կերպով ուղեկցում է մեզ, ով է շահագրգռված, որ չփոխվեն այդ բարքերը։ Այստեղ ես կասեի ինչ որ բան փոխվել է ամեն դեպքում, օրինակ այդ Ձեդավշիդան շատ էր առաջ, ես քանի որ 90-ական թվականներից եմ զինծառայողների իրավունքներով զբաղվում, ես դա տեսնում եի, հիմա չկա։ Չկան, բայց համատարած չի, ամբողջ բանակով մեկ չի։ Քիչ-քիչ ինչ որ բան դուրս եկել է, բայց այդ քրեացին մթնոլորտը, գիտեք ինչ, երբ որ դուք ասում եք ինքնասպանություն, երբ որ դուք ասում եք ինքնասպանության հասցնել, սա վկայում է, որ բանակում բռնության մթնոլորտ կա, հասկանում եք, այդ քրեացին մթնոլորտը կա։ Ես կարծում եմ, որ շատ հեշտ է փոխել այդ իրավիճակը, հասկանում եք, ուժեղացնել վերահսկողությունը։ Ինչ է պետք դրա համար։ Դրա համար պետք է, որ աշխատի պաշտպանության նախարարությունը, որ առավոտից իրիկուն ճճում է բարեփոխումների մասին եւ ոչինչ չի բարեփոխում։ Ասենք ինչն է պատճառը, որ վերահսկողությունը այդքան թույլ է։ Ինչու դուք չեք իմացել, որ այս երեխային ծեծում են։ Գիտեք, մենք մի հատ դեպք ունենք Գյումրեցի մի տղայի, որին ծեծում են շարունակ, ու ինքը այդպիսի հետքերով ման էր գալի Զորամասում, ու իրան ոչ ոք չէր հարցնում, ինչ է պատահել։ Երբ որ մայրը գնաց իր հետ հանդիպելու, շատ խստությամբ էին թողել եւ այլն, այդ հրամանատարներ եկել ասել էր այսքան րոպե, բայց այդ տղան եղել էր այդ վիճակում, բայց մի հատ մորը չէր բողոքել։ Ասել էր, «Էս ինչ է այս կա», այսինքն դուք չեք տեսնում այդ զինվորը ինչ վիճակում է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշ ժամանակ առաջ վրթոված հայտարարում էր, թե հասարակական խմբերը սխալ վիճակագրություն են ներկայացնում բանակում տեղի ունեցող մահերին գումարելով նաև ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, ավտովթարները, հիվանդությունները եւ այլն։ Նա պնդում էր, որ թե դրանով փորձ է արվում ահաբեկել հասարակությանը։ Արդյոք սա պաշտպանական մեխանիզմ չէ։ Պետք չէ պարզել, թե հիվանդությունը նախ զինծառայողը որտեղ է։ Պաշտպանության նախարարը բացի դա արդարացում է, դա ինքը իրան պաշտպանություն է սահմանում, նա ոչ մի իրականություն, նրան չի էլ հետաքրքրում, որ ինքը իրականություն տեսնի։ Հնարավոր չէ պատշաճ քննություն անցկացնել եւ պարզել ինչու։ Թող վերկանար հիմա գնար այդ Զորամաս, տեսներ ինչ է տեղ կատարվել։ Ինչ է տեղի ունենում այդ Զորամասում։ Նա ասկի 15 մահվան դեպքով չգնաց Զորամաս։ Ես ինչ պիտի մտածեմ այդ նախարարի մասին։ Ու մեր հրապարակումներն էլ իրան դուր չեն գալիս։ Հետո ինչ որ դու պաշտպանության նախարար ես։ Մենք պետք է իրականությունը չասենք։ Հիմա 30 մահվան դեպք կա։ Սա, այո, հենց այս պահին երեք հրապարակել է, այո, տարեսկզբից մինչև հիմա ես ձեզ ասեմ, դա Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներն է երեք հրապարակեց Նազելի Մովսիսյանը, ես կարդացի, ես իր հետ կապի մեջ եմ լինում։ 30 մահվան դեպքը ինչ են անում իրանք։ Խաղաղ պայմաններում այո, Սուրեն Պապիկյանը բաժանում է զինվորական ծառայության հետ կապ ունեցող եւ զինվորական ծառայության հետ կապ չունեցող։ Իսկ դու ո՞նց ես որոշել։ Դու ո՞նց աչքաչափով։ Թե ասենք եթե հիվանդություն է,
Դու քննություն կատարելիս ինքը որտեղ է ձեռք բերել այդ հիվանդությունը կամ ավտովթար է տեղի ունեցել դու ինչի՞ չես դրա կապում ծառայության հետ եւ անցյալ տարի էր գիտեք այդպիսի ափսոս անգիր հիշում էի հիմա այդպես չեմ հիշում շատ էին էլի 6 ինքնասպանության դեպքեր ոնց որ թե եւ իմիջայլոց ասեմ որ այդ կազմակերպությունը իրավունքների պաշտպանություն առանց սահմանների 5 տարվա 20-ից 25 թվականների ինքնասպանության դեպքերը 40-ն են որակված ինքնասպանության դեպքերը դուք պատկերացնում եք դա ինչ թիվ է Սարսափելի եւ այս հիմա նա դժգոհ է որ հասարակական խմբերը ասում են դու հակադարձի փաստերով ոչ թե հասարակական խմբերին դու չեմ հասկանում ամեն մեկը չգիտես իրան ինչ ազգում դու պարտավոր ես ծառայել համակարգին եւ մարդկանց եւ դու ասամ ես տեսնեմ ոնց եք զատում իդեպ ասեմ ես այդ հարցով տարիներ առաջ ՊՆ-ի մի քննարկմանն եմ մասնակցել ազգային ժողովում եւ դեռ կարծում եմ Պապիկյանից առաջ այդ հարցը չկար ՊՆ-ում ես քննարկել եմ դա ասել եմ որ այսպիսի դատախազություններ են ժամանակ մցրել ինչ որ այսպիսի մի բան ու իրանք ասել են չէ այդպիսի բան չկա որում փորձագետներ կային տարբեր դրսից բան հիմա իրանք ինչ ուզում են անում են դու դուրս արի եւ այս զինվորի համար ներողություն խնդրի եւ ցավակցի եւ ասա որ ամեն ինչ անում եք որ չկրկնվեն այդ դեպքերը ոնց կարող ասել դուք տեսաք հանրային ինչ արձագանք է ինչ ցավ ու տառապանք է մենք գիտեք տարիներ շարունակ այցելել ենք այդ ընտանիքներին եւ մենք միակն ենք եղել ես կարող եմ ասել որ այցելել ենք այդ ծանր աշխատանքը մենք կատարել ենք մենք կիսել ենք այդ վիշտը մենք հետևել ենք իրենց գործի քննությանը մենք հրապարակումներ ենք արել իր տղայի մասին ենք գրել իր հիշատակն ենք վարպահել Ինչ պետք է անի պետությունը հենց հիմա առանց ուշացնելու որպեսզի ծնողը երեխային բանակ ուղարկելուց հետո որոշ ժամանակ անց չստանա երեխայի անշնչացած մարմինը ծնողը ոչ մի չի կարող անել Պետությունը ինչ պետք է անի պետությունը պետք է իրոք կամք դրսևորի եւ փոխի բանակի ներսում եւ դա դժվար չի փոխելը ուժեղացնի վերահսկողությունը հետևի կարգապահությանը իդեպ ես ձեզ ասեմ ես օրինակ աշխատել եմ նաեւ Սեյրան Օհանյանի օրգի չեմ ասում այն ժամանակ չկային այս մահվան դեպքերը բայց ամեն դեպքում ես տեսնում եի այդ մտահոգությունը այդ որ աշխատում էին իդեպ ասեմ որ բանակը պետք է բացել եւ ոչ թե փակել հանրությունից ուր է այդ թափանցիկ եւ քաղաքասարակության կողմից վերահսկվող բանակը այնպես են փակել իսկ այդ ժամանակ նախքին մենք քննարկումներ էինք կազմակերպում մահվան դեպքերի մասին մենք հանդիպումներ էինք ունենում մենք քննադատում էինք գրում ենք այսինքն կար այդ թափանցիկությունը բանակի երբ ասում եք վերահսկողությունը ես հանրային վերահսկողությունն էլ պետք է բանակը ոչ թե փակել որևէ ծնողի չի ընդունում Պապիկյանը հիմա այս ծնողը ումից ուզի իր որդուն ումից ուզի Նարեկը երազում էր դառնալ մեր գործընկերը, լրագրող եւ այստեղ նաեւ մասնագիտական պարտավորվածություն ունենք, զգացում ունենք նաեւ մենք լրագրողներս ինչ պետք է մենք անենք եւ նաեւ իրապաշտպանները, դուք, իրավաբանները եւ մնացած օղակները քաղաքասարակությունը ընդհանրապես ինչ պետք է անել որպեսզի նման դեպքերը չկրկնվեն Դուք տեսնում եք հիմա շատ լավ եղավ մենք 3 ահագին ՀԿ-ներ միացան եւ այս մահվան դեպքերի վերաբերյալ հայտարարություն տարածեցինք եւ գիտեք այդ վերահսկողությունը իրոք կար նախկինում քաղաքասարակության մենք այդ բողոքի ակցիաներ էինք անում եւ բանան երբ որ մենք քննարկումներ էինք կազմակերպում 5 հոգով ներկայանում են այդ քննարկումներին որ բացատրություններ տան որ մենք այդ հարցերը բարձրացնենք մամուլը գրում էր դա վերահսկողություն է դա քաղաքվերահսկողություն է դա թափանցիկություն է քանի որ փակ համակարգ է դա պետք է միշտ լինի ոչ թե այսպիսի փակեն այսպես փակ երբեք չի եղել բանակը եւ սա է պետք անել մենք հիմա տեսնում ենք որ քաղաքասարակությունն էլ է պարակտված շատ չի ստացվում եւ շատերը չի որ համաձայնում են խոսել բարձրաձայնել եւ այս մտնոլորտը վախի
այս անընդհատ ինչ որ ձերբակալություններ, չգիտեմ, այսինքն այս ամեն ինչն էլ է, բայց ես տեսա, որ այս 3 օրը իրոք շատ անհանգիստ էր հանրությունը եւ շատերն են արձագանքել։ Ես մտածում եմ, որ կյանքի իրավունքի խախտումը բանակում սա կարող է իրոք միավորել շատերին եւ առաջ գնալ։ Շատ կուզենայի իմ գործընկերներին եւ կոչ անել եւ գիտեմ շատերն են մտահոգ այս հարցերով, որ մենք շարունակենք, մտածենք ինչ անել, որ կարողանանք առաջ գնալ, որ կանխենք այս մահվան դեպքերը, ինչը ոչ մի կերպ չի անում Պաշտպանության նախարարությունը։ Իրենց էլ ենք ուզում հորդորենք, որ անեն, մենք պատրաստ ենք ձեզ օգտակար լինել, պատրաստ ենք։ Սա կյանքի հարց է։ Եվ մենք չենք կարող տեսնել, ինչպես են այդ երիտասարդները զոհվում, առանց այդ էլ այդքան կորցրել ենք պատերազմում, այդքան ընտանիքներ մնացել են առանց որդիների, զավակների, եւ գիտեք ինչ տղաներ, ինչ հիանալի մեր սերունդը, որից մեզ զրկում են։ Շնորհակալություն, որ մեր հարցերին պատասխանեցիք։ Մենք զրուցում ենք ԻԱՊաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Ցտեսություն։